Բարև քույրեր, այսօր մեր հրաշքներու շարքը կշարունակենք եւ պիտի նայենք հրաշքիմը, որ հիշված է միայն Մատթեոս ավետարանի մեջ։ Եվ կգտնվի Մատթեոս 17-րդ գլխում 23-ին 26 համարներու մեջ։ Մատթեոս, որ ինքը առաջ անունը Ղևի էր, մաքսավոր մներ, երբ որ Հիսուս իրեն կանչեց, եւ ինքը իր մաքսի այդ սեղանը, դուրքերու սեղանը լույմայապոխության սեղանը թողուց եւ Հիսուսի ետևեն եկավ եւ իր աշակերտները մեկը եղավ ադոր համար է որ շատ հավանաբար միան Մատթեոս լույմայապող կամ դուրք հավաքող ըլլալուն համար այս հրաշքը գհիշե միան իր ավետարանի մեջ եւ այն ալե դաջարին դուրքը ցուգին փերնի մեջ են այս գլխում մեջ Մատթեոս 17-րդ գլխում մեջ կտեսնենք եթե սկիզբը նայենք ինչպես մենք միշտ Հիսուսի հրաշքներու ենթահող գնայինք թե Հիսուս ուր էր ինչ պատահեցավ անկեց առաջ, ինչու այդ հրաշքը եղավ, գտեսնենք այդ գլխում մեջ, որ Հիսուս եւ իր երեք աշակերտները Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս այլագերբության լերն էին։ Եվ հոն ժամանակ անցնելեն յետքը վարիչան լերն են եւ հազիվ վարիչան դեսան, որ մնացյալ աշակերտները եւ թվիրները վիճապանության մեջ են, որովհետեւ հայրը իր թիվահար որդին բերած է որբեսի ազատագրեն եւ չեն գրծած եւ մենք այդ հրաշքին արդեն ժամանակ առաջ նայեցանք այս է հեն ենթահողը որ მე յետքը գսե Հիսուս քալիայի մեջ կբդդեր եւ իր հետ ժողովուրդ եւ այս ժողովրդին գսեր թե ինքը պիտի մատնվի պիտի չարչարվի եւ պիտի մեռնի սակայն երրորդ օրը հարություն պիտի առնի ճիշտ այս բոլոր բադահարներին յետքը Մատթեոս 17:23 Գարտանք կսե երբ անոնք Կափառնայում եկան Երկրամյան դուրք առնողները Պետրոսի եկան ու ասին Ձեր վարդապետը Երկրամյանը չհադուցաներ եւ անիկա ասավ այո կհադուցանե Ուրեմն Հիսուս Պետրոսի հետ չէ Կափառնայում եկած են բայց Պետրոս եւ աս դուրք հավաքողները որ զինքը գահարսուփորձեն առանցին են եւ յետ կբիտ տեսնեք որ Հիսուս դանմա մեջ է Եվ գհարցնեն թե ձեր վարդապետը Երկրամյանը չհադուցաներ թե ինչ է այս Երկրամյանը Եթե երթանք Մովսեսի օրենքներուն Ելից քրքին 30-րդ գլխուն 11-16 համարները կարդամ ցեզի Եվ դերը խոսեցավ Մովսեսի ասելով Երբ Իսրայելի որդիներուն քումարը առնելու ըլլաս իրենց թիվին նայելով Այն ադեն անոնց ամեն մեկը իր հոգվին բրգանքը պիտի դա դերոջը զանոնք համրած ադենդ, որբեսի անոնց մեջ հարված չլա, երբ զանոնք համրես։ Անոնք զայս պիտի դան ամեն մեկը որ գանցնի կհամրվի, սրբարանին սիգղին համեմատ կես սիգղ արձատ պիտի դա։ Մեկ սիգղը 20 գերադե, դերոջը ընձան կես սիգղ պիտի ըլլա։ Ամեն 20 տարեկանեն վեր եղող որ գանցնի գհամրվի այս ընձան դերոջը պիտի դա։ Երբ ձեր հոգիներուն կավություն ընելու համար դերոջը ընձադան, գես սիգղեն ոչ հարուստը ավելի ու ոչ աղքատը բագաս պիտի դա։ Եվ Իսրայելի որդիներեն կավության արձատը առնես ու ժողովքի խորանին բաշտոնին դաս, որբեսի դերոջը արջև հիշադակ լա Իսրայելի որդիներուն ձեր հոգիներուն կավություն ընելու համար։ Ուրեմն շատ հստակ կտեսնենք, ինչպես Մովսես պատվիրեց, որ ամեն արու 20 տարեկանեն վեր, տարեկան մեկ անգամ գես սիգղ դա։ Ինչու համար կկործածվեր այս գումարը, որ կհավաքվեր, այս դուրքը, նպատակն էր դաջարի նորոգության համար։ Գիտեք, ովևէ մեկ գարույց ժամանակի ընթացքին գհիննա, կգդրվի, կփջանա եւ նորոգության պետք ունի։ Ինչպես նաեւ դաջարի մեջ աշխատողներ Կահանաներ, ղևդացիներ շատ հավանաբար այս կոմարեն էր որ իրենք աբրուս կշահեին եւ ինչպես կարդացին կսե ասի քավության դուրք է հիմա իդ կալում Մատթեոսի եւ որ դուրք հավաքողները կհարցնեն Պետրոսի ծեր վարդապետը Երկրամյանը չհադուցաներ որուն կհարցնեն իրենք ասիկա որուն համար Հիսուս որ ինքը քավության նոխազի եղավ ինքը քավության դուրք պիտի դա Այսինքն քիչ մահագասական գտվի ասիկա, բայց եւ այնպես այս հարցը գուտան Պետրոսի եւ Պետրոս անշուշտ ամիջապես այո կպատասխանե։
Եվ բացատրեմ, որ երկտրամյան եւ սիղ ինչ է այս փախտadagանը, ուրեմն հին գդագարանի ադեմ, որ հրյական տրամանիշներ կգործածվեր, սիղ գսվեր եւ նոր գդագարանի ժամանակաշրջանին, որ հունական, հռոմեական ժամանակաշրջաններ նույն լումաներուն արժեքին անունը փոխված էր։ Ուրեմն ինչ որ գեսսիղեր հազարավոր տարիներ առաջ նույն թրամին արժեքը հիմա գսվեր երկտրամյան։ Երկտրամյան ասել է երկու թրամ, այսինքն անցիմը օրաբահիգը երկու օրվա օրաբահիգն է։ Երկու օրվա իր աշխատավարձը դարի մեկ անգամ դաջարի նորոգության համար կամ այս դուրքը բիլի դա։ Եվ հաջորդ համարը Մատթեոս 17:24 կգարտանք ու երբ դունը մտավ, առաջ Հիսուս խոսեցավ անոր ու ասավ. Քեզ ինչպես կերևնա Սիմոն, երկրի թագավորները որ մեկ առնեն հարգը կամ դուրքը իրենց որդիներեն, թե օդարներեն։ Առաջ որ Պետրոս ոյ մեկ բանս է, Հիսուս իր խոսակցության մասին դուրք հավաքողներու հետ Հիսուս իրեն հարց կուտարտեն։ Գիտեք ասի ինչ կցուցնե մեզի քույրեր, որ Հիսուս ամեն բան գիտե, քու խորածդ գիտե, քու մտածածդ գիտե, քու շարժարիտներդ գիտե, գեցվածքներդ գիտե, ինչ բան քեզ գմաղե, ինչու գնես, ինչ գնես, երբ գնես, ինչպես գնես, ամեն բան տեսնելով է որ Հիսուս գանխեց Պետրոսի։ Փոխանակ ինքը քալու եւ ասելու վարդապետ, երկտրամյան դուրք հավաքողները հարց տվեցին։ Փոխանակ ադի իսելու Հիսուս իրեն հարց կուտա։ Ասի ինձի հիշեցնե Սաղմոս 139:2, որ Դավիթ գսե թուն, գսե դերոջը, թուն գիտես իմ նստիլս ու ելլելս, իմ խորհուրդս հերվանց կիմանաս։ Արդյոք Հիսուս Պետրոսի քաղաքարին պետք ուներ։ Այդ հարցումին պատասխանը չէր գիտեր ինքը, բայց Պետրոսին մտածել տվավ։ Պետրոսին մտածել տվավ եւ այսօր մեզյալ շատ ադեն Հիսուս հարցումով գմոտենա։ Եվ մտածել կուտա, որովհետեւ մենք անդրադառնանք մեր խոսքերուն, մեր խորհուրդներուն, գեցվածներուն վրայով եւ մտապերենք։ Եվ անշուշտ Պետրոս պատասխանեց 25-րդ համարի մեջ եւ ասավ. Պետրոս անոր ասավ, թե օդարներեն։ Հիսուս անոր ասավ, ուրեմն որդիները ազատ են։ Հիսուս շատ հստակ ըրավ որ թե ինքը եւ թե Պետրոս ազատ են, բարդավոր չեն այս դուրքը տալու։ Ինչպես որ թագավորները չեն դար։ Թագավորները չեն դար։ Նախկին համարի մեջ որ գարտացինք, թագավորներեն գարնեն կամ օդարներեն եւ Պետրոսը օդարներեն։ Բայց Հիսուս ինքը թագավորած է, ինքը դուրք պիտի վճարե։ Եվ առաքյալները իր զավակներն են, դուրք պիտի վճարեն, ամենն ալ ազատ էին եւ վճարելու երբեք բադաթիր չէին։ Հիսուս Աստծո որդին էր եւ պետք չուներ այս դուրքը վճարելու։ Հաջորդ համարը Մատթեոս 17:26 Հիսուս կպատասխանե եւ գսե. բայց չլա որ զանոնք քայթակեցնենք։ Կնա ծովը եւ գարտը ցկե։ Ու առաջին ցուգը որ գելե ար եւ անոր փերանը բանալով սադերմը բիդի գտնես զանիգա ար անոնց դուր ինձի եւ քեզի համար։ Հիսուս գիտեր որ Կափառնայումի ժողովուրդը խստասիր ժողովուրդ է։ Գարձր, մոլորած, շուտով քայթակող, արդեն իրեն թշնամական հոգիով հարցակնելով գմոդենային խոշորացույցով գտիդեին որ ինչ սխալ բիդի է։ Եվ գիտեք դեղ մնալ Հիսուս վայ գարտածա վայ Կափառնայում քեզի եթե այդ հրաշները դյուրոսի եւ սիտոնի մեջ եղած լայն որ քո մեջ եղան մարդիկ շադոնց քուրսով եւ մոխիրով բիդի աբաշխարեին բայց դու չաբաշխարեցիր Հիսուս գիտեր Կափառնայումի ժողովրդին գարզրասրտությունը եւ անոր համար ճուզեց քայթակության ոչ մեկ արիտ տալ այլ ընդհանրակը ուզեց իրենց ավելի սիրով վարվել քանի որ ասի ժողովուրդ մներ որոնց համար Հիսուս կանչված էր սիրելու ներելու եւ իր կյանքը տալու չէ որ Հովանու 1:12-ի մեջ ակարտանք բայց իրեններուն եկավ եւ իրենները զինք չընդունեցին բայց որոնք որ զինք ընդունեցին անոնց իշխանություն տվավ Աստուծո որդիները լալու որոնք կհավատան իր անվան Հիսուս ավելի կարևորություն տվավ որ իր հագարագործները չքայթակեցնե քան թե իր իրավունքները պաշտպանե հոս կարևոր թասմը գսորվի քույրեր շատ ադեն ես եւ դունալ իրավունք ունենք բամը ասելու անելու
քրեհի խոսքով, այսինքն մեգումը տասը դալու, դեղը նստեցնելու, փերանը կոծելու հասարակ ձևով, բայց այդ իրավունքեն վազանցնել եւ Աստծո հանցնել։ Հիսուսեն այս կսորվինք իր գեցվածքեն, որբեսի արիդ չի դանք սատանային։ Հիսուս չեր գնարաղոթել, որ Կապառնայոմի ջամփաները բոլոր ոսկիով լեցվին։ Երբ ծարերում վրա են, չէ՞ որ շատ թզենիներ կային հոն, դերևներում մեջ բախվդած երկսամյանները լայն, որբեսի հավաքեր, բայց ադիգա չուզեցնել Հիսուս, այլ ընդհանրակը մասնահատուկ հրաշք մարավ։ Ինչու համար Հիսուս Պետրոսը ձով կղրգե։ Անալ գարտով։ Պետրոս ինչպես վարժված է ցկնորսության։ Չէ՞ որ ինքը արհեստավարժ ցկնորս էր։ Շատ հավանաբար Հիսուս անորամալ իրեն ձով ղրգեց, քան որ ձովուն շատ ինքը ձանոթ էր։ Ձովուն ցուգերուն ձանոթ էր, դեսակներուն ձանոթ էր, որ շրջանեն գրնա ինքը ցկնորսություններ, շատ լավ գիտեր, ավելի պետք չուներ Հիսուս իրեն մանրամասն դեղեցություն տալու։ Անորամալ, բայց Պետրոս վարժված էր ուրգանով ցկնորսություն ունելու։ Թե ինչու Հիսուս գարդ բարը գործած է հոս այս համարի մեջ։ Գարդ ցկե ծովը։ Ինչու գարդ եւ ոչ թե ուրգան։ Քանի որ Հիսուս միայն մեկ սադերի պետք ունի եւ սադերնալ երկու երկծրամյան է, այսինքն թե Հիսուսի եւ թե Պետրոսի համար։ Ցևով մը մեկ սադերը պիտի անե մեկ սիգղ երկու երկծրամյան։ Պետրոս վարժված է շատ ցուկ բռնելու։ Գեհիշեք երկու անգամ բոլոր քիշերը աշխատած էր ցուկ չեր բռնած։ Ինքը հատկան վարբետ ցգնորս մալալով, բայց երբ որ հաջորդ օրը Հիսուսը ասավ Պետրոս ուրգանը նավուն աճ կողմն է դե, ինքը քիչ մնալ վիճապանեցավ Հիսուսի հետ, ասավ վարդավետեսավ։ Բոլոր քիշերը աշխատեցանք, այսինքն դու ցգնորս չես, դու լուրջ ունիս, դու ինչ ուղղություն դասկորինձի ես, որ վարբետ եմ, ցեվով մասանք վիրավորական էր Հիսուսի խոսածը Պետրոսի, բայց եւ այնպես հնազանդեցավ եւ երկու անգամ մեծ սուգեր, շատ սուգեր բռնեց։ Հարութենեն յետքը թիվնա կրված է 153 խոշոր ցուգեր։ Եվ նաև Պետրոս ցուգերու հետ վարժություն ուներ, քանի որ թե 5000-ին եւ թե 4000-ին գերակրվելու հրաշներու մեջ դեսած էր Պետրոս, որ ցուգերը ինչպես բազմավատկվեցան եւ ցուգերը ինքը բռնելով ժողովրդին բաժնած էր մեկ-մեկ։ Անորամար Հիսուս շատ Պետրոսի հարազատ եւ ցանոթ կենթանի կորզածեց ցույց տալու, որ ինքը կարող է հայթայթելու։ Հիսուս կրնար ակլորմը, կրնար ակաղաղմը, կրնար աղավնիմը, կրնար էշմը, ինչպես այս կենթայիները կորզածված են սուկիկի ուրիշ պատմություններու մեջ, բայց Պետրոսի հետ ցուգ ուզեց կորզածել։ Քանի որ եթե Պետրոս ուրգան արածլար եւ շատ ցուկ բռնածլար, մեկ ցուգերուն փերանը պիտ բանար։ Չէ՞ որ Հիսուս իրեն ասավ առաջին ցուգը որգել է փերանը բանաս եւ մեջին սադեր պիտ գտնես։ Եվ մեկ ադիգա բիներ Պետրոս, ադորամար Հիսուսը որ մեկ հատ։ Պետքին համեմատ։ Որքան որ է քանակը անոր համեմատ ոչ ավելի, ոչ պակաս։ Գիտեք Պետրոս շատ մը Հիսուսի հրաշներուն հետ կապված է ինքը միան։ Մի քանի հատ նշեմ ցեզի, առաջինը Պետրոսի զոքանչեն Չերմեն ազատվելը։ Գիշե գադի, երբ որ Հիսուս ցերկեն բռնեց եւ կինը ելավ, դենտը դակությունը ցկեց եւ ամիջապես կծարայեր։ Երկու անգամ ցուգերու մեծ որս։ Երորդ հրաշքի մեջ որ գտեսնենք Պետրոս մեջը բաժին ունի, երբ որ փոթորիկ եղավ եւ Պետրոս ճուրին վրա են քալեց։ Չորրորդը գտեսնենք, երբ որ Գեթսեմանի բարձի մեջ ծարաներեն մեկուն մախկոսի ականջը գդրեց Պետրոս։ Եվ Հիսուս շուտ մապակցուց ադիգա։ Ասում ամեն Պետրոսի հետ կապված հրաշքները միան ինքը Պետրոսն է եւ աս մեգնալ, աս ցուգին պերնեն սադերը անշուշտ հարութենեն յետքը կորսկարակելոցի մեջ գտեսնենք, որ Աստված Պետրոսը փանդենալ արցակեց, ասալ Պետրոսի հրաշակորձ վիճակներ, որ իրեն յուրահատուկ էր իրեն համար։ Ուրեմն ինչ թասեր կսորվինք մենք այս հրաշքեն։ Պետրոս նախ սորվեցավ, որ Հիսուս ամենակետ է, խորհուրդներ գիծող է, ինչպես նախաբես ասինք, թե ինչպես գիտենք, որ ասիգա Պետրոս սորվեցավ, որովհետև Պետրոսալ այս բարգև ունեցավ
եւ ադիգա գտեսնենք կորս կարակելոցի մեջ եւ որ Անանիա եւ Սապիրա այդ կումարը որ իրենք բաժարած էին եւ Պերին արաքյալներու ոտքը դրին սակայն շիդակ նյութական կումարը չսին ցեվով մծածկելով ներկայացուցին Պետրոս զանազանության հոգիով իրենց սխալը տեսավ եւ պատմությունը գիտեք ինչպես դեր եւ դին երկուքն ալ յետևի մահացան ուրեմն Պետրոս Հիսուսի այս շնորհքը ստացավ ազանազանելը խորհուրդներ գարտալը at մարգարեական հոգին իր վրա եկավ եւ ադիգա կործածեց ուրեմն քույրեր ամեն օր որ մենք կապրենք պետք է գիտակցենք որ Աստված մեր խորհուրդները եւ շարժարիտները գիտե Աստված կտեսնե դու ինչպես կվարվիս ինչ կուդաս ինչու կուդաս որու կուդաս որքան ցուցադրելով գնես որքան ինքսինքդ արչև հրելով գնես ուրիշին վրա գողելով ադեններ որքան ագան չստար մտիկ չեսներ ուրիշին այլ թուն քիքուքի ցազովդ կերտաս Աստված ամենը կտեսնե Պետրոս որ ասքան գոշտ կոբիդ ցգնորս մներ Ատքան Սուրբ Հոգին առավ իրեն դաշեր փոխեց եւ Բենդեգոստեին յետ կգտեսնենք ինչ մեծ հրաշագործ արաքյալ մի եղավ Աստված նույնը գրնա ինձ եւ քեզի ալնել մենք ալ սորվինք իր մեկ գիտակցինք որ Աստված մեր ամեն խորհուրդները կգարտա եւ մենք պատասխանատու ենք մեր գեցվածներուն մեր թիրքավորումներուն մեր շարժարիտներուն ոչ ուրիշինը այլ ես ինձի Ես իմ անձս կնեմ, ուրիշին համար չաղոթեմ, ով դեր իրեն փոխե, ով դեր այս անձը, այն անձը, շատ թյուրին մենք կտեսնենք ուրիշներուն սխալները։ Որքան շիդագ է եւ արդարություն է ընելը գենալ Աստծո առջև, եւս էլ դեր կնե ինձի, փորձես իս ով Աստված։ Ու քիծիր իմ սիրտս, զիս կնե ու քիծիր իմ մտածմունքներս, եւ նայե, թե արդյոք չարժանփում եմ, եւ զիս թեպի հավիտենական ջամփան առաջնորդ է։ Աստված արդեն գիտե քույրս, դու չես կնար բահել։ Բաց ու հայտնի է մեր ամեն բաները իր արջևը եւ աչքերը կբդդին մեր սրդերը քննելու։ Աստծո սորվեցավ Պետրոս, որ մենք ալ կրնանք սորվել։ Երկրորդ մեկ բանը որ Հիսուս Պետրոսի սորվեցուց այդալ այն է որ մենք ալ կրնանք սորվել, թե ինչ շապ որ քունյութականդ ինչ որ է Աստված միշտ հայթայթելու կարող է բնական Գամ քեր բնական ծևով։ Հիմա աս մեկը քեր բնական ծև էր։ Պետրոսի միտքեն չէր անցած ասապամը։ Թերևս Պետրոս կրնար Հիսուսի իսել մեկ հատ երթանք ուտային հարցնենք, նայն քանցանագի մեջ որքան քանի լումագա։ Կոնե իմս եւ քուգդ աբահովեմ, դանիմ աս դուր կավակողներուն դամ։ Ոչ։ Հիսուս ալ նույնիսկ կրնար ուտային հարցնել, կամ ուրիշ ծևով, մարդկայինով ունել։ Այլ ընթագալագը աստվածային հրաշագործ կերպով վրավ եւ աս հրաշքի մեջը շատ մանրամասնություններ կա որոնց կուզեմ նայենք առաջին մեկ բանը նախ մեկը անցմը դերևս ցգնորսմը նավաստիմը ձովուն վրա անհատմը կամ ձովեզերքը ե անցմը կումար բիդի գործընծնե ճուրի մեջը բիդի ինա գիտեք ադեներ ջամպաները կալենքն է ինձ շատ կբադայի Կեդինեն 10 سنت, 25 سنت, $1 կգտնեմ անկամնալ, երկու հատ 5 նոց կտա շատ ուրախացա, $10 Այսինքն ուրիշին գործընծուցածը քեզի օգտակար կլա, կամ քու գործընծուցածը ուրիշին օգտակար կլա Անցմը գործընծուցած դրամը Երկրորդ, ցուկմը բիդի կա եւ ասի բիդի գլե Մեկ ցուկ բիդի գլե ասի գա եւ իբերանի մեջը բիդի վահե Եվ Պետրոս գարտը բիդի արնե բիդի նեդե Գարտը եւ առաջին ցուգը բիդի խածնե գարտը Ասի հաշք չէ Եվ ցուգը պերանի մեջը տրամ ունի եւ գարտ բիդի մտնե պերնի մեջ ինչպես է տրամը դուրս չբիդի ելե ասա հաշք է Երբ որ ցուգը պերանը կփանա որ այդ խայձը խածնեցեվով մը պերանի մեջի տրամը բիդի ելե եւ դակավին տրամը ըստամոքսին աչի հասած չէ գլած պերնի մեջն է դեր շատ թարմ է թեզա է այսինքն Եվ աս հրաշքը գարելի բիդի ելար միայն եթե Պետրոսն ազատ էր Պետրոս կրնաս է դերիմ ես ասկանդարի ցգնորսությունը դերեմ օրմը օրանց չեմ դեսած ցուկմը որուն փորեն կամ պերնեն տրանգել է այսինքն խելքի չի բարգիր Գիտեք քույրեր Աստված մեզի ալ երբեմն հրահանգներ կուտա որ երբեք մեր խելքին չի բարգիր ուրեմն մենք կսկսենք վիճապանել չէ դերիմ ասանք չլար եւ Աստծո խելքա կուտանք ադեներ ես ասանք կնեմ ասի ավելի լավ ջամփան է ասանք ընելով մենք
Աստծո կորձը կգապենք։ Պետրոսի հնազանդության մեջ կտեսնենք, որ օրհնություն կա, արդյունավետ հնազանդություն մներ։ Հրաշքներ պիտի պատահին իմ եւ քո կյանքիդ մեջ, եթե մենք հնազանդենք։ Եթե մենք հնազանդենք եւ հնազանդությամբ մեր բաժին անենք։ Աստված ինքը իր բաժինը գնե, ինքը դրամ կհայթայթե, ինքը ցուգը գլել գուդա դրամը, բայց ցուն ալկու բաժին պիտնես, երթաս ծովը եւ գարտտնեդես, գարտը ցկես։ Աստված ինչ կբանջի արդյոք քեզ մե, նվիրում, հանցնվել իրեն։ Հավատարմություն, հավատարիմ ես, ժողովներու հաջախելու կամ գծուրանաս դունը գնստիս, կսես դունեմ մտիկ գնեմ, նույնն է դունեմ մտիկ գնելը եւ կովկովի հավաքվելը քույրեր։ Չէ որ Եբրայեցի մեջ կսի եւ մեկտեղ ժողովիլը մի թող, հաբա մեկս մեկ հորթորեցեք ու որչապ ավելի, որչապ այն օրվան մոդենալը գտեսնեք, որքան կարևոր է կովկովի կալատ մտնոլորտի մեջ լալ, ներկայության մեջ, աղոթքով, սիրով, մեր ողջակուրումներով մենք զիրար կքաչալերենք, շատ կարևոր է, հավատարիմ ես Աստծո դուն հաջախելու մեջ, հավատարիմ ես խոսքը կարդալու մեջ, դալուտ մեջ հավատարիմ ես, ներելու մեջ հավատարիմ ես, կխոստվանիս, գա վիճակներ, որ պետք է խոստվանիս, ներես, ցկես, երթա, Աստված քեզի գսե որ թունքու բաժին պիտնես, ես իմ բաժինս պիտնեմ, ինչ է այսօր այդ բաժինը, որ Աստված քեզի գխոսի, երբ որ խոսքը կփանաս կգարտաս, անպայման համար մը պիտի խոսի քեզի, աստանք Սուրբ Հոգին մադը պիտի ջնշե, սրդից վրա եւս է ասի ուզեմ որնես, մեղմությամբ կխոսի Սուրբ Հոգին, մեկ կսե, երկու կսե, ականջիդ յետևը գնեդես, կորքին տակը կհրես, հետո ալ գլրե, ուրեմն հոնչի հասցնենք։ Մի սպասեր, որ Աստված քո բաժինը դնե, թուն քո բաժինը դրե, հնազանդ է, հիմա ածուգը որ երբ որ գարտը բիդին է դեր եւ ծովը մոտեցավ, ցուգը դուրս չի ցածկեց ճուրեն։ Չեկավ Պետրոսի կողքեսավ, ես եմ ցուգը, ահա վասիկ, կեդինը բարգելով ոտքերուն տակ չեկավ։ Ցուգը փերանեն տրամը հանեց, թեև ուրիշ տեղը ցուգը փերանեն հովնան մը փսխեց դուրս, գետ ցուգը, գեիշեք այդ պատմությունը անշուշտ։ Այս ցուգը բայց տրամը փերնի մեջ պահեց, այդ ցուգը հովնանը դուրս փսխեց։ Ուրիշ մեկ հրաշքմը առաջին ցուգը որ բռնես, առաջին ցուգը որ բռնես, հրաշք է որ ցուգը բռնեն տրամը դուրս չհանեց, ինչպես քիչ առաջ ասինք, այլ անալ Աստծո քերիշխանության դակ հեզու հլու տրամը գլեց բեռնի մեջ բահեց գարտը այդ խայզը բեռնի մեջ մտավ եւ ցուգեն դուրս ելնելով Պետրոսի եւ Հիսուսի ծառայեց։ Ցուգին բեռնի մեջ սադերը պիտի գտնես։ Սադերը երկու երկտրամյան է։ Այսինքն գեսական սիգր որ գուտային մեկ սիգրը երկու օքի համար։ Գիտեք քույրեր, Աստված ճշգրիտ է իր տվապանության մեջ։ Ճիշտ շիդակը գուտա, ոչ բագաս, ոչ ավելի։ Գիտեք, աս հրաշքը Պետրոսի շատ կարևոր թասմը սորվեցուց։ Անորամար Պետրոս արաքյալ յետքը, երբ որ իր թուղթերը կգրեր, առաջին Պետրոս 5:7-ի մեջ ասավ. «Ձեր ամեն հոգը անոր ցկեցեք, վասնզի անիգա ձեզի համար կհոգա»։ Ինչ է հոգը այսօր։ Նյութական է, ընտանեկան է, հարաբերական է, ֆիզիկական է, ինչ որ է, չեմ գիտեր, դու գիտես, ամեն մեկս ամեն օր պետք է ունենք, նյութեր ունենք, որ մեզի կջնշե, գմդահոգե, ասանք փարթույթներ են, անգարելիություններ են, լուծում չենք տեսներ, ինչ կբատվիր է մեզի Աստծո խոսքը, ձեր ամեն հոգը անոր ցկեցեք։ Հիմա նայեցեք, որ գարտը ցկե է սավ Հիսուս, Մատթեոսի մեջ, Պետրոսալ առաջին Պետրոս 5:7-ի մեջ կսե ձեր ամեն հոգը անոր ցկեցեք։ Հայերենի մեջ երկուքը ցկե բառն է։ Բայց եթե հունարեն բնակրին երթանք, Մատթեոսի ցկեն նեդե է, այսինքն գարտը նեդե։ Բայց Պետրոսի մեջ հաշված ցկեն քլորե կնշանակի, այսինքն հոգդ քեզ մե քլորե, թող երթա, ոլորե, թող ասպես հերանա, թող անհայտանացեվով։ Ոլորելու այդ կորձողությունն է։ Ամեն օր ես եւ դու քույրս հոգեր գա որ բիդի ոլորենք, բիդի քլորենք,
Բաներ կա որ մեր կոնտրոլեն դուրս է, որքան որ մենք կուզենք կոնտրոլներ, մեր զավակները կուզենք կոնտրոլներ, մեր ամուսինները կուզենք կոնտրոլներ։ Եթե միան ասիգա ինձի մտի գնե, եթե միան սապանը շիդա գնե, ամեն բան կշտկվի, այդպես է։ Կփորձես, կծախողես։ Անոր համար գսե ծեր ամեն հոգը անոր ցկեցեք, անոր ոլորեցեք։ Որուն դերոջը վասնզի ինչու անիգա ցեզի համար գողոկա անշուշտ ասիաբանապար շատ ավելի նյութական պետք է համարե բայց այսօր շատերս նյութականին ավելի ուրիշ հոգեգան գարիքներ ունենք որ պետք է լման կլորենք դերոջը վրա ինչպես որ Հիսուսը սա Պետրոսի գարտը ցկե Պետրոսը լսավ ծեր ամեն հոգը անոր վրա ցկեցեք աս ցկելու ոլորելու կլորելու այդ կորձողության ամեն օր աչքի դարչև փեր հոգը ինչ որ ասան ծրար մը ասան ուսիտ վրային նեդե թող ոլորվի երտա լերամը վրա գեցիր ծերենք թե պատկերացուրինք սինքդ եւ գրնագետ նեդե ատպեր թող երտա կահավեջի մեջ եւ ցկե որ դերո հոգա ադիգա այսօր ուրեմն քույրս եթե ես եւ ցունալ Պետրոսի պես հնազանդինք ոչ թե գարտով այլ ուրգանով ցուգեր եւ հոգիներ կբերենք Աստծո թակավորության դերոջը թակավորությունը ընդարձակելու եթե միան հնազանդինք քայլ առ քայլ ամեն մանրամասնությամբ մեր խորհուրդներուն գեցվածներուն շարժարիտներուն վիճակներուն խոսքերուն արդահայտություններուն ամեն բանի մեջ հնազանդ Սուրբ Հոգին Աստված անպայման բիդի օգտագործե քու դաղաններդ հնազանդ ես Աստծո երբ քեզի հրահանգ մուդա հնազանդությունը քույրեր երկնային օրհնություններ կբերե մեր կյանքի բոլոր մարզերում մեջ չեն կարտար եթե Պետրոս ցուգը բռնեց Մատթեոս ավետարանիչ չեք գրած ադիգա բայց գիտենք որ բռնեց գիտենք որ դարավ եւ դվավ անշուշտ ինչու գիտենք քանի որ Հիսուս ասավ ինչպես գիտենք որ ասարաշ կբադայեցավ Հիսուս ասավ Հիսուս ինչ որ գսե կբադահի ուրեմն ինձի եւ քեզի կմնա հնազանդիլ եւ իրեն կատարելապես հանձնել ուրեմն այսօր թողած հրաշքը մեզի սորվեցին որ Աստված կխորհուրդներ գիտե նստիլիտ եւ ելելդ գիտե շարժարիտներդ գիտե եւ Աստված քո ամեն պետքերդ հոգալու հայթայթելու կարող Աստված է անոր համար ամեն հոգդ անոր վրա կլորե ամեն դեր օրհնե